Շնորհակալություն ձեր ներկայության համար, շնորհակալություն պարզաբանումների համար, պարոն վարչապետ, որովհետև պարզաբանումների ընթացքում ես արդեն մտածում եմ, եթե Բոյանը Նիկոլ Փաշինյանն է, ապա իմաստուն ծերուկը կարող է լինի պարոն Սիմիջյանը, բայց փաստորեն պարզվեց, որ Հովհաննես Թումանյանն է։ Առանց ռևերանսի ասեմ, որ այս գիրքը գրքերից է, որ պետք է կարդալ թուղթու մատիտով։ Ինչի համար թուղթու մատիտով, որովհետև 360 աստիճան իմիտացիոն երկրաչափական հետագիծ ունեցող ճամփորդությունը յուրաքանչյուր դրվագ սկսում է ճամփորդության առօրյայով եւ շատ սահուն գրեթե աննկատ անցնում է մեր պատկերացումներին, գոյամարտի մեր տեսլականին, մեր վարքերին ու բարքերին առնչվող առանցքային հարցերի։ Ժամանակի սուղ կա, ես գիտեմ, որովհետեւ այստեղ հավաքվածները բոլորը կուզեն ասելու, առանձնապես այդ դրվագները իրադարձություններ են, որոնք դրոշվում են քո մեջ, դրանք խոսքեր կան, որ թևավոր չեն, բայց իրանց թևերով սերունդ է առաջնորդվել։ Եվ դրվագներ են, որոնք այնպես են կաղապարվում քո մեջ, որ եթե ինչ-ինչ պատճառներով գլխուղեղի գոշնյութը անհետանա, ապա հաստատ նա մնալու է ողնուղեղային ռեֆլեքսների մեջ։ Եթե ձեր թույլատվությամբ երկու դրվագի անդրադառնամ, որպեսզի ժամանակը չչարաշահեմ, ես կցիտեմ գրքից։ Ես շատ հետաքրքիր է։ Կռվելը ինքը նպատակ չէ, խաղաղությունը նույնպես։ Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից եւ կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ հաշտվում։ Սրանք լոկ խոսքեր չեն։ Սա պատերազմի արհավիկների դառնությունները հասկացող եւ խաղաղության գինը արժեվարող մարդու մարգարեություն է։ Ես այս կարծիքին եմ, միգուցե սուբյեկտիվ է, բայց կյանքը ցույց է տալի, որ դա այդպեսին է։ Եվ ամենահետաքրքիրը ֆլամենկոյի միջոցով Իսպանիա եւ Հայաստան մշակույթի օտարացում, բայց ոչ ուղղակի իսպանացիները ֆլամենկոից սարքել են մշակույթ, իրենցը իսպանականը, իսկ մենք ողբ եւ այստեղից նաեւ մշակույթը պահպանելու տեսլականը եւ այս ամեն ինչի մեջով բացի մեր հայրենիքի բնապատկերներից նաեւ ինչ շատ դուր եկավ Իջևանյան կոլորի, մասնավորապես ուզում եմ անպայման Իջևանի խաչը տենամ, Ղժովա մուծրի, հա, այդ ձուկը, այդ ուտելու գայթակղությունը առաջանում ու ես մտածում եմ ինչ կարքի է լինում տատիկի պատրաստած ապուրը, երբ որ դու համը ասոցացում է Վան Գոգի արևածաղիկների հետ։ Շնորհակալություն։ Այստեղ որ դուք նշեցիք Կավկան եւ այդ բոլոր այստեղ մենք զետեղել ենք, որոնք որ հասկացել ենք, որ առնչվում են։ Այո, ճիշտ, այն ինչ լավ է, բա ինչ լավ է, շատ ճիշտ եք հասկացել։ Գեներալ դե Գոլը ճիշտ է, Վասիլի Շուկշինը ճիշտ է։ Էս պրոֆեսիոնալ ընթերցողներ եք դուք, ժողովուրդ, ձեզ հետ պետք է զգույշ լինել, էս ինչ չեղավ։ Ես մոռացել էի նույնիսկ մոռացել էի։ Շնորհակալ եմ։ Ես դες անկեղծ մի բան ասեմ, հա, երբ որ Տիկին Անդրեասյանը գիտի, այդ բանով քննարկել ենք։ Եթե ինձ ասեին, որ հարաբերությունում գրադարան կա, որտեղ մարդիկ ռեալ հավաքվում, գիրք են կարդում, քննարկում են, չէի հավատա։ Շնորհակալ եմ։ Այս այնքան մեծ անակնկալ այն ցան։ Ասեք, որ Տիկին Անդրեասյանը ասում էր, որ կան, ես ասում եմ լավ էլի։ Այս պետք է բան անենք, մեր պատկերացումները վերանայենք որոշ հարցերով։ Good.
Այսօր Արտաշատ քաղաքի համար 4 հիմնական դպրոցի 3-րդ A դասարանի սովորողներս կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի չար տնակի հեքիաթը։ Տեղեկացնենք, որ ողջ դեկորացիան եւ հագուստները մեր ձեռքի աշխատանքներն են։ Իսկ այժմ ուշադրություն։ Տնակը հրապուրվեց նրանց խաղով, ինքն էլ ցանկացավ խաղին մասնակից լինել, ցավոք չէր կարող իջնել բացատ, որովհետև տնակ էր, նա որոշեց նրանց նշան անել, բացեց փակեց պատուհանները, ապակու մեջ արտացոլված արևը ընկավ նապաստակի աչքերին։ Էս ով է մեզ ջղայնացնում, եկեք նայենք ով է, գնացինք։ Դու ով ես։ Ես տնակն եմ։ Իսկ քեզ ով է այստեղ կառուցել։ Չգիտեմ։ Իսկ դու ինչից ես կառուցված։ Երազանքից։ Կուղբը, որ շինարարության վարպետ էր, զարմացավ, մոտեցավ, հոտոտելով ասաց. Լավ հոտ է գալիս, փայտե երազանք է։ Իսկ դու ինչու ես արևնի մաչկերին գցել։ Բուն ուշադիր լսեց, մի քիչ մտածեց եւ ասաց. Կարծում եմ տնակը կերել է նապաստակի կիրայի հիշողությունը, ուրախությունն ու սերը եւ այդպես զղկտվել, փքվել դղյակ է դարձել։ Բլուրի գագաթից 2 աղի գետակ է հոսում դեպի բացատներ։ Ուրեմն եթե ուշադրություն դարձնեք, այս հեքիաթը, որը ես կարդացել եմ առաջին անգամ 2018 թվականի ամսաթիվին ուշադրություն դարձրեք մարտի 7-ին Խնկո-Ապոր գրադարանում։ Եվ ես չեմ հիշում սրանից ինչքան ժամանակ առաջ ինձ հետ կապ հաստատեցին եւ եթե չեմ սխալվում Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Տիկին Ռուզաննա Տոնոյանը եւ ասեց մենք այդպես ձևաչափ ունենք, որ տարբեր մարդիկ հանրային դեպքեր գալիս են երեխաների համար հեքիաթ են կարդում։ Կգաս հեքիաթ կարդաս։ Ասի բարձա որ կգամ։ Այսինքն դա սրանից որոշ ժամանակ առաջ էր, ենթադրում եմ մի ամիս, 2 ամիս առաջ։ Երբ որ ժամանակ հետո, դե պատկերացնում եք արդեն 2018 թվականի կամ 17 թվականի դեկտեմբերն է կամ 18 թվականի հունվար, առավելագույնը փետրվար։ Եվ հետո որ ժամանակ անց ես հետ զանգեցի, ասացի իսկ բանա պետք է ուրիշի գրած հեքիաթ կարդամ, կարող է տենց տարբերակ կա, որ ես փորձեմ ինչ-որ մի բան գրել եւ կարդալ։ Ինքը ասեց հա։ Եվ ես գրեցի այս հեքիաթը։ Եվ այս հեքիաթը իրականում շատ մեծ կապ ունի հետագա իրադարձությունների հետ։ Որովհետեւ ինչի մասին է հեքիաթը, հեքիաթը հետևյալի մասին է, որ Կուղբը, Արագիլը գնում են տնակի հետ սկսում են ընկերություն անել եւ այլն եւ մտնում են այդ տնակ եւ այդ իրանք մոռանում են իրանք ով են, ինչի համար են եւ այդպես շարունակ եւ իմաստնենա որ հետո հաղթահարվում է դա եւ համատեղ ջանքերով ըստ էության այն ինչ որ տեղի ունեցավ հեղափոխություն էր որովհետեւ ինչ որ դղյակը ինչարը այստեղ ես ենթադրում եմ որևէ ձևով էլի այն ժամանակ չեմ մտածել, բայց երևի նաև մտածել եմ Կաֆկայի հաջորդ գործը դղյակը ակնհայտորեն էլի այն գործերից է որ շատ մեծ տպավորություն է գործել, ավելի շատ քան դատավարությունը, իմիջայլոց ասեմ, մի քանի անգամ կառավարության նիստերին դղյակի մասին խոսել եմ։ Ես ընդհանրապես երկու բան կա, կարծում եմ, երկու գործ կա, որ իմ քաղաքական գործունեության վրա շատ մեծ եւ իմ հարային ընկալումների վրա շատ մեծ տպավորություն է թողել։ Մեկը Կաֆկայի դղյակն է, մյուսը Քամյուի ժանտախտն է։ Ինչով է շատ ազդեցիկ Քամյուի ժանտախտը։ Մի դրվագով, որ երբ որ ըստ էության, այսինքն ժանտախտի դեմ պայքարելը իմաստ չունի, բայց չի կարելի չպայքարել։
Այսինքն իմաստ չունի, որովհետև դու չես կարող ոչ մի բան անել։ Եվ երբ որ ժանտախտը հաղթահարված է, դու տենց էլ չգիտես, այդ ժանտախտը հաղթահարվեց, որովհետև դու պայքարեցիր, թե հաղթահարվեց, որովհետև ինքը ուղղակի պարտվեց, անցավ գնաց։ Ու սա շատ ուժեղ բան է, որովհետև գոնե ընդդիմադիր շրջանի իմ գործունեությունը այդ զգացողությունը անդադ եղել է, որ ինչ որ անիմաստ գործ է, անընդհատ անիմաստ է այս գործը, այս պայքարը, բայց մյուս կողմից դա չանելը չի կարելի դա չանել, ոնց կլինի, որ դա չանես։ Հիմա ինչի մասին է չար տնակի հեքիաթը։ Ես իմ այս ընդդիմադիր բանտերով, ընդհատակներով եւ այլնով եկել եմ հասել եմ ազգային ժողով։ Եվ սա արդեն 2017 թվականի վերջն է, 18 թվականի սկիզբն է։ Ես արդեն երկրորդ անգամ ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր, այս անգամ արդեն ելք դաշինքով ենք մենք մուտք գործել ազգային ժողով եւ մի այսպիսի կոնտեքստը ես այդ ժամանակ արդեն խմբակցության ղեկավար եմ, նախորդ գումարման ժամանակ ես պատգամավոր էի, հիմա խմբակցության ղեկավար եմ, բնականաբար իմ կարգավիճակի բարձրացումը տեղի ունեցել եւ գիտեք քաղաքական մթնոլորտն էլ նենց ամեն գնացել ենք ազգային ժողով, դե քննարկում ենք, բան ենք անում, ճիշտ է, շատ սուր քննարկումներ են լինում, շատ սուր դեբատներ են լինում եւ այլն, բայց կոնտեքստ կա, ես զգում եմ, որ կա կոնտեքստ հարային դաշտում այդ ժամանակ արդեն սոցիալական ցանցերում, այդ ժամանակ արդեն մարդկանց հետ շփումներում այդ կոնտեքստը կա, հա օքեյ լավ գնացիր ազգային ժողով ես գնացել, բան կար, չէ, այդ քաղաքական գործունեություն կար, որ պետք էր տենց բան փոփոխություններ Հայաստանում եւ այլն։ Եվ իրականում ես իմ ինքնահայեցումն է այս հեքիաթը, որ ես հայտնվել եմ դղյակից ներս եւ սկզբունքորեն այդ դղյակից ներս լավ է, որովհետեւ հիմա ես ոչ ընդհատակում եմ, ոչ բանտում եմ, ճիշտ է այս ընդդիմադիր եմ, բայց արդեն լեգիտիմ ընդդիմադիր եմ, ես խմբակցության ղեկավար եմ, ես տենց ահագին մեծ աշխատասենյակ ունեմ, բան ունեմ, ամբիոն ունեմ, ելույթ եմ ունենում, կարամ եւ այլն, բայց ու նորմալ է ամեն ինչ, այսինքն այդ առումով, բայց ես տնակի ներսում եմ եւ ոնց որ թե կամած մոռանում եմ տնակից դուրս այն օրակարգը, որը եղել է, որը ինձ տարել է ընդհատակ, որը ինձ տարել է բանտ, որը, չգիտեմ, ամենատարբեր հետապնդումների առարկա է դարձել։ Եվ այդ ժամանակ էդ էր մտածումը էդ էր։ Հիմա մենք եւ ես կոնկրետ արդյոք պետքա այդ վիճակում մեջ մնամ տնակի ներսում, որ այդ հիշողությունը եւ սրությունը օրակարգի խամրելա, թե այնուամենայնիվ, ասինքն պետքա մնամ տնակի մեջ, թե պետքա դուրս գամ փողոց, որովհետեւ ասինքն մարդ, որ տենց գիշերները անցկացրել ազատության հրապարակում, օրեր, ամիսներ, փողոցներով եւ հայտնվել է դղյակի շատ հարմարավեր բանի, տնակի կամ դղյակի արդեն շատ հարմարավեր կաբինետում։ Հիմա ինչ պետք է անեմ, ես պետք է մնամ տնակի ներսում, թե պետք է վերադառնամ, թե պետք է դուրս գամ տնակից եւ հայտնվեմ էլի փողոցում։ Եվ այստեղ արդեն ըստ էության ակնհայտ է, որ 2018 թվականի մարտի 7-ին, եւ որ ես հեքիաթը կարդում եմ երեխեքի համար, ես արդեն եւ մենք թերևս արդեն որոշումները կայացրել էինք, թե ինչ պետք է անեինք եւ ըստ էության այս հեքիաթի մեջ նկարագրվում այդ ճանապարհը, որով այն մտածումներ, այն հոգեբանությունը, որով տնակից դուրս տնակի, ասինքն տնակը ազգային ժողովն է, բայց ինքը նկատի առնվում որպես դղյակ, այնուամենայնիվ ինքը դղյակ է, որ Իրանից ներս կյանքը եւ Իրանից դուրս կյանքը բանա։ Դե հիմա ես մի դղյակն էլ եմ, մոտավորապես ես մի դղյակում էլ սենց մի խնդիր կա եւ այդ իհարկե մեծ մարտահրավեր է լինել այդ դղյակի կամ տնակի ներսում եւ չկորցնել հիշողությունը, չկորցնել ինքնությունը, չկորցնել օրակարգը եւ
Ես դες անկեղծ պիտի ասեմ, ես հիմա հենց հիմա օրինակ այդ զգացողությունը բարեբախտաբար չունեմ։ Օրինակ 3 տարի առաջ, 4 տարի առաջ զգացողություններս ուրիշ էր, բայց երբ որ ես կարողացել եմ մի շարք որոշումներ կայացնել, որոնք հայտնի են արդեն եւ որոնք հեշտ չէին, ես մտածում եմ, որ այնուամենայնիվ այդ բանը գոնե սպահին դեռ ինձ հետ տեղի չի ունեցել եւ առաջիկայում էլ տենց փողոցներում ենք լինելու նախընտրական իրավիճակի բերումով եւ այդ ընթացքը ցույց կտա թե ինչոցա։ Պարոն վարչապետ, ես Նարինե Շահբազյանն եմ, հայ հին եւ միջնադարյան գրականության ամբիոնի հայցորդ, Արարատի ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ինձ համար անակնկալ էր եւ պատիվ էր նաեւ ձեր կողքին տեսնել Տիկին նախարարին, այսօր նրա ծննդյան օրն է, շնորհավորում ենք Տիկին նախարար։ Բայց մեր աշակերտների հետ համատեղ մենք մի փոքրիկ նվեր ունենք եւ հետո ես հարցը տամ, եթե թույլ տաք։ Տիկին Աննա Հակոբյան, մենք հավատում ենք, որ դուք մեր վարչապետի կողքին եք եւ դուք միասին նոր ու լուսավոր ծաղկած Հայաստան կբերեք։ Ձեզ ենք ուզում փոխանցել։ Սիրով եւ պարոն վարչապետ, իմ գիտական ժողովածուն որպես կոմիտասագետ թույլ տվեք ձեզ նվիրել որպես պատասխան նվեր, այնինչ դուք մեզ համար եք արել։ Ուզում եմ մեր առաջին բանախոսին լրացնել եւ ասել ես որպես գրականագետ եմ իմ մշակումներն արել, առանց թուղթու մատիտի հնարավոր չի իսկապես կարդալ, բայց պարոն վարչապետ, մենք ձեզ նորովի ճանաչեցինք, նոր մարդու եւ որպես գրականագետ թույլ տվեք խոսել այն մասին, որ ընդհանրապես գրողին նրա գրվածքը, երբ քննում ենք, անպայման հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տող հենց այնպես չի վերցված։ Եվ այստեղ դուք նշեցիք, թե որ գրքերից եք տպավորված, եւ այն բառերը, որոնք դուք բերել եք ձեր գրքի մեջ, դրանք հենց այնպես չեն արված, դրանք ձեր այդ պահին զգացածն է, ձեր այդ պահին ապրածն է, եւ ես ուզում եմ մի նախադասություն կարդալ, տեսեք։ Դուք գրում եք ծովը մռայլ էր, բայց խաղաղ։ Այդ ծովը դուք էիք եւ մռայլված էիք եւ խաղաղ էիք, որով խաղաղ էիք այնքանով, որովհետեւ հստակ գիտեիք, թե հանուն ինչի համար եք պայքարում։ Ինձ թվում էր դա արդակուստ եւ մի տեսակ արհեստական խաղաղություն էր։ Ինչ է կատարվում ընդերքում, ինչ է մտածում ծովը, ինչ է ուզում, ինչի մասին է երազում։ Իմ կարծիքով սա Նիկոլ Փաշինյանն է, այդ ծովը, որ դեռ փնտրտուքի մեջ է, ըստ ինձ, բայց եւ հետո խոսում է այն մասին, որ միթե ես իբրև ազնիվ, իբրև անկաշառ, իբրև համարձակ, իբրև հայտնի սուբյեկտ ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, ում բախտը չի բերել։ Այսօր այստեղ եք եւ շատ բան ունեք ասելու։ Ձեր օրինակով դեռ մեծ խոսք ունեք ասելու նաեւ հետագա սերունդներին։ Իմ հարցը հետեւյալն է. Ինչ տանեմ այսօր ես մեր դպրոցի աշակերտներին, որն է աշակերտներին այս գրքով ձեր ուղերձը, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ծովը իրական չէ, ես գիտեք, ինձ երբեք ծովի հետ չէի համատի, եւ այնտեղ ուրիշ դրվագ կա օվկիանոսի հետ երկխոսությունը։ Ծովը իրականում Հայաստանն այստեղ հանգամանքն էլ, միջավայրն էլ պետք է պատկերացնել, որովհետեւ այդ գրվել է այն ժամանակներում, երբ որ արտակարգ դրություն էր երկրում հայտարարված եւ կարող է այդ արտակարգ դրությունն էլ արդեն ավարտվել էր, բայց այնուամենայնիվ այդ արտակարգ դրության մթնոլորտը եւ միջավայրը կար, այսինքն խաղաղությունը տեղ նկարագրված այնտեղ, որ խաղաղ արտախուս, բայց ընդերքում ինչ որ բան է տեղի ունենում եւ ես շատ կարեւոր է, որ ինձ համար միշտ շատ էական է եղել հետեւյալը եւ այսօր էլ է էական եւ այս ընթացքում էլ է միշտ էական եղել եւ իմ կարծիքով բոլոր խնդիրները այս ընթացքում որ ծագել են կամ վստահել չեմ, բայց այնուամենայնիվ երբ որ ես այդ զգացողությունից շեղվել եմ,
միշտ զգացել եմ, որ ինչ որ մի խնդրեմ առաջանում է, որովհետև գիտեք, այդ որ ինչ կա անդերքում, ծովը Հայաստանն է, ինչ կա անդերքում, այդ հարցը ինչի մասին է, լավ իրականում ինքը իր հետ անկեղծորեն ինչ է մտածում մեր ժողովուրդը, ինչ է ուզում մեր ժողովուրդը, ինչ է, երբ որ գիտեք ինչ, տենց մի բան կա, տենց մի ամեն բարձրաձայն ասված միտքը չի, որ արտահայտում է այն ինչ որ մարդը մտածում է։ Եվ ես մի X պահի ես չեմ կարող հիշել ինչ պահի, բայց ես կարող եմ հիշել։ Դա իմ մանկական տպավորություններն է եւ մանկական երիտասարդության տպավորություն։ Ես երբ եմ հասկացել, որ միշտ չի, որ ասվածը արտահայտում է ինչ որ մտածում է։ Օրինակ այդ առումով մենք մի հատ շատ լավ գործիք ունենք, մեզ համար շատ սիրելի, այդ մեր կենացներն են։ Մանկությունից մինչև այսօր։ Օրինակ կան մարդիկ, ու մենք ճանաչում ենք, գիտենք։ Շատ թե քիչ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, եւ երբ որ հնչում է կենաց, եւ մարդը ասում է բաներ, եւ դու գիտես, որ դա իրանը չի։ Ինքը ճիշտ չի ասում։ Ինքը ճիշտ չի ասում։ Ընդ որում ինքը ասում է դիմացինի մասին մի բան, ասում է դու սենց ես, ինքը տենց չի, դու գիտես, որ ինքը տենց չի մտածում։ Ինչի է բարձրաձայնում դա, ինչի է ասում դա։ Եվ հետևաբար, եթե անհատի մակարդակում սա հնարավոր է, սա հարց է, եթե սա մի հոգու դեպքում հնարավոր է, կամ տենց իրավիճակ, իսկ կարող է պարզվի, որ սա հանրային մակարդակում էլ է հնարավոր։ Որ մենք ասում ենք բաներ, բարձրաձայնում ենք բաներ, որ այդպես չենք մտածում։ Եվ ես, երբ որ 2021 թվականի ընդ որում երեխեքը երգում էին, ոնց էր, որ մենք մեր հայրենիք դու միշտ ազնիվ ես եւ ճիշտ ես։ Ես օրինակ սրա մասին շատ եմ մտածել, էլի, որ ես երբ որ 2018 թվականին դարձել եմ վարչապետ, ես եղել եմ այդ հայրենիքի, որը միշտ ազնիվ է եւ ճիշտ է վարչապետը։ Որը միշտ ազնիվ է ու ճիշտ է։ Ու իրոք ինքը միշտ ազնիվ է ու ճիշտ է, բայց ինչի, որովհետեւ ինքը ունի իր ազնվությունը եւ իր ճշմարտությունը, բայց ինքը ունի իր տակտը։ Ինքը ունի իր տակտը։ Այդ եթե համեմատենք, բայց երբ որ այդ տակտը դնում ես ընդհանուր կոնտեքստի մեջ, դնում ես այդ տակտը ոնց որ ուրիշ երաժշտությունից է։ Իսկ հնչում է ուրիշ երաժշտություն։ Եվ հետեւաբար կարող է պարզվի, որ մենք օրինակ կներեք, ես մաքսիմալը պետք է անեմ, որ այսօրվա հանդիպումը չքաղաքականացնեմ, բայց օրինակ առանց Ղարաբաղ չկա Հայաստան։ Եվ մենք բոլորս այդ ճշմարտության կրողն ենք եղել։ Եվ մենք անընդհատ դա բարձրաձայնել ենք եւ մենք անընդհատ առաջնորդվել ենք դրանով։ Բայց մենք իրոք տենց ենք մտածել եւ իրոք դա ճշմարտություն է եղել, թե չի եղել ճշմարտություն։ Եվ ես 2021 թվականի ընտրությունները, որտեղ իմիջիալը շատ են խոսում դրա մասին ու ճիշտ են խոսում։ Մենք ուրիշ ծրագրով մտել ենք ընտրություններ, ուրիշ ծրագրով դուրս ենք եկել ընտրություններից։ Եթե դուք մեկ համեմատեք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների մեր նախընտրական ծրագիրը այն ծրագրի հետ, որը կառավարությունը ընդունեց օգոստոսին, իհարկե մենք մաքսիմալը արել ենք, որովհետև տենց լրիվ անտրամաբանական կլներ, որ ընդ լրիվ ուրիշ բաններ, ստեղ 170 աստիճան ուրիշ բան, բայց դուք կտեսնեք էական բաներ։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ մարդիկ հասկացել են, կա այդ զգացողությունը, որ սա կենաց ասելու տեղ չի այլևս, սա կենաց ասելու սա այն ժամանակը չի, երբ որ եւ մենք պետքա վեր կենանք եւ խոսենք բաներ, որ մեր իրականության մեջ ընդունված է։ Եվ ես այդ ասում եմ, ես չգիտեմ, ես համաժողովի մեր կուսակցության 7-րդ համաժողովում սրա մանրամասն անդրադարձա, այդ ընտրությունները իմ ամբողջ քաղաքական գիտակցությունը փոխել են։ Ու ամբողջ քաղաքական գիտակցությունը փոխել են դրվագներով։ Ես պարզա, ես էլի այդ տպավորությունը, որ մեր հանրահավաքի
առաջին շարքերում այդ գերդաստանների մեծ մամաները կանգնած են, դա ինձ բան էր անում, ասում եմ, այստեղ ինչ որ մի բան կատարվում է, ինչ որ մի բան չի լինում սենց բան։ Ես այսքան ժամանակ քաղաքականությամբ զբաղվել եմ, ես չեմ տեսել սենց բան։ Եվ ես սենց անդադ ուզում եմ, անդադ մտնում էի եւ դուրս էի գալիս, փորձում եմ իրանց արանքներով։ Ու ականջիս տակ խաղաղություն, 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 խաղաղություն։ Այդ առաջին շոկն էր ամբողջ Հայաստանը ինձ մեղադրում էր դավաճանության մեջ նոյեմբերի 8-ի թուղթը ստորագրելու համար 2021 թվականի հունիսին մեծ մամաների շարքերով որ անցնում է խաղաղություն, շնորհակալություն, որ ասում են շնորհակալություն, կանգնում է, ասում են ինչի համար եք ասում շնորհակալություն։ Ասում են որ կանգնացրիր։ Ասում են հազարավոր երեխեքի կյանքեր փրկվեց։ Այդ դրա համար շնորհակալություն, խաղաղություն, 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 խաղաղություն։ Եվ ես հասկացա, որ միակ բանը, որ ես հաջորդ շրջանով, իհարկե շատ բաներով պետք է զբաղվենք, շատ բաներով։ Շատ կարևորը, ամենակարևորը ինչ է։ Եվ մեր ծրագրում դրա համար կառավարության ծրագրում գրվեց, որ խաղաղության այն ժամանակ տենց ում տածեր գրենք, որ խաղաղություն հաստատելը, գրել ենք տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունն է։ Եվ գերկենտրոնացածություն ամեն օր ընդ որում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք այն մասին են, որ անհնար է չի լինելու խաղաղություն, բացառված է, մոռացեք, չի լինելու խաղաղություն, խաղաղությունը անհնար է, խաղաղությունը պետք չի եւ բոլոր եկեք հիշենք 2021 թվի մայիսի իրադարձությունները, օգոստոսի իրադարձությունները, նոյեմբերի իրադարձությունները, 22 թվի հունվարը, դեկտեմբեր, սեպտեմբերի իրադարձություններ, բոլոր ամեն ինչը նրա մասին էր, որ խաղաղությունը անհնար է խաղաղություն։ Եվ եթե այդ մեծ մամաների ձայնը ինձ անընդհատ ուղեկցող չլներ, ոչ մեկին չէր կարա համոզել, որ խաղաղությունը հնարավոր է։ Եվ ես դա ընդհանրապես օրակարգ, լուրջ օրակարգ որպես այդպեսին չէի ունենա։ Ես հիշում եմ, մի անգամ մենք բան էինք անում, քննարկում էինք եւ ես ասում էի այդ միջավայրում, պարզա եւ ես զգում էի մթնոլորտը ինչպիսին է քննարկման մթնոլորտը եւ ես պատտվեցի կամ զգալով հարց տվի ներկաներին, ասացի ով է հավատում ներկաներից խաղաղությանը, ով է հավատում։ Ես հասկացա ոչ մեկ չի հավատում։ Ասի պրոբլեմ ունենք։ Իրանք ուզում են, այսինքն բան չկա, այդ պահին արդեն կամ դիմադրություն չկա, կամ շատ նվազ է դիմադրությունը։ Ես ասում եմ, ով ասի չի, այս պրոբլեմ է։ Մենք պետք է հավատանք դրան։ Բայց հաջորդը ինչով ինչի հաշվին հավատանք։ Չկա հավատալու ոչ մի նախադրյալ եւ ոչ մի նախապայման։ Ուրեմն մենք պետք է ստեղծենք հավատալու նախադրյալ եւ ինչ որ մի միլիմետրանոց, ինչ որ մի բան, ոչինչ, մի քիչ էլ հորինած, մի քիչ էլ մոգոնած։ Բայց մենք պետք է մեծ փոճուր հենման կետ ունենանք։ Պետք է մի փաստ լինի, մի բառ լինի, մի նախադասություն լինի, որի վրա մենք կարողանանք հետագա իրադարձությունները կառուցել։ Եվ իրականում ծովի մասին էր այդտեղից որ ես բանից սկսած 2012 թվականից սկսած կամ ինչ որ մի ժամանակ իմ մեծագույն խնդիրն է եղել հասկանալ լավ իրականում կենացից դուրս ինչա մտածում մեր ժողովուրդը եւ ինչա ուզում մեր ժողովուրդը եւ ես եթե ամեն ինչի միջով անցնելով միջև հիմա շարունակում եմ մնալ Հայաստանի վարչապետ այդ նշանակում է ես շատ թե քիչ կարողանում եմ հասկանալ թե լռության պայմաններում կենացի պայմաններում մասին չի լռության պայմաններում ինչա մտածում մեր ժողովուրդը եւ սա շատ կարեւոր է այդ ծովը տեղ է ես երբ որ ասում եմ ծովը ինչ ծով ինչ ես մտածում ծով ուզում եմ խոսամ քեզ հետ ծովը Հայաստանն է իսկ ընդերքում տեղի ունեցողը ժողովրդի մտածածն է
Թե ինչա ենք, չէ, ոչ թե մտածողությունը, այլ ինչա մտածում։ Երբ որ ինքը մենակ, երբ որ մարդ չկա, երբ որ ինքը նույնիսկ ընտանիքի անդամի հետ չէ, որովհետև մենք բոլորս բաներ կան, որ միջավայր ունենք, որտեղ 99%-ով ենք, բայց մեզնից ոչ մարդ 100 անմնացորդ անկեղծա մենակ ինքը իր հետ։ Բացառված է։ Միշտ էլ մտածում ես սենց ասեմ իմ մասին, ոնց կմտածեն, ինչ ռեակցիա կտան, ճիշտ կընկալեն, սխալ կընկալեն։ Օվկիանոսի դեպքում էլ ես ինձ համեմատում եմ այդ բանի հետ, տոպրակի հետ, որ քամին սենց, այսինքն գիտեք, այդ ենթատեքստը, այս որ ասում եմ աշխարհը շարունակում է մեզ համար անծանոթ վայր մնալ, այդ օվկիանոսի դրվագ կարծում եմ ենթագիտակցորեն այդ արտահայտում, որ մենք այնուամենայնիվ էկոսիստեմը, որում մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական, այդտեղ ենք, այդ ալիքները մեզ տանում են, մենք քշում է քամին մեզ, բայց մենք չենք հասկանում ոնց հարաբերվենք այդ քամու եւ այդ օվկիանոսի հետ, որտեվ օվկիանոսը մեծ ուժ է, չէ՞, բայց օվկիանոսում շատ կենդանիներ իրենց լավ են զգում եւ վրա կան կենդանիներ, ովքեր օվկիանոսի վեր, ներս, վրա, բարձր, ասենք իրանք ինչ-որ հարաբերություն են կարգավորել օվկիանոսի հետ։ Մենք չէ, մենք այդ տոպրակի նման սենց քամին մեզ տանում է, քշում է այս կողմ, քշում է այն կողմ, չենք կարում հարաբերություն հաստատենք։ Անկանոն է, էլի տակտի խնդիրն է։ Այսինքն այդտեղ ես ասում եմ հիմա, այդ իմ ենթագիտակցություններն են աշխատում, հիմա հետահայաց ես իմ գրածը այսօրվա առիթով ուղղակի։ Այն ժամանակ ես այդքան չեմ մտածել։ Ենթագիտակցությունս արտահայտվել է։ Ինձ հետաքրքիր է, սենց հանրապետությունում սենց ֆորմատի միջոցառումներ հաճախ են լինում կամ ձեր մոտ։ Հա, դուք անում եք, հա։ Այս լրիվ ուրիշ կյանք է։ Ես երբ նույն կերպ զարմացել եմ պարոն վարչապետ, երբ հրավեր ստացա Տիկին Ավագյանից եւ Սիրուշից դեկտեմբերին մասնակցել նմանատիպ մի հանդիպման գրադարանում եւ գրքերը ես պետք է ընտրեի, այսպես էլ ֆորմատը, որ մի քանի 1 տասնյակ երևի կանանցով քննարկենք։ Ես շատ ուրախացա եւ միանշանակ համաձայնեցի ու ընտրեցի Աքսել Բակունցի, ներեցեք, Ալպիական մանուշակը եւ Նարդոսի ինչ պատահեց, երբ շաքարամանից 2 կտոր շաքար պակասեց, ասեմ, որ գրքերի ընտրությունը պատահական չէր, իհարկե գրողները շատ տարբեր են, ինձ համար Բակունցը ուրիշ հարթության վրա է, բայց ինչն էր այստեղ իրենց միավորում, 2 ստեղծագործություններում էր խոսք է գնում կնոջ արձագանքը բռնության ենթարկվելուց հետո, այն է լռությունը։ Ինչի ես քան տպավորված այս 2 ստեղծագործություններով, որովհետև շատ լավ եմ հիշում, երբ 6-րդ դասարանում էի, Ալպիական մանուշակը, շատ լավ հիշում եմ, երբ 6-րդ դասարանում էի եւ իմ գրականության ուսուցչուհին, որը շատ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում, հենց իմ հետագա մասնագիտության ընտրության, մանկավարժի ընտրության եւ ընդհանրապես իմ հենց դասարանում կերպարի կերտման հարցում, բայց մի դասի ժամանակ, երբ քննարկում ենք Բակունցի այդ ստեղծագործությունը, հետեւյալ միտք արտահայտեց, ասեց այ այսպեսին պետք է լինի կնոջ կերպարը, հայ կնոջ կերպարը, որ անգամ նման դեպքերում պետք է կինը լուր մնա, այնտեղ Բակունցին այդպես է, որ դուրս ամուսինը հարվածում է խանդից դրդված եւ կինը ուղղակի լուր դուրս է գալիս, շատ պատկերավոր է այդ մասը, ես այդտեղ ամաչեցի պատասխանել, բայց ես մինչեւ հիմա այդ մեր դասի քննարկման ազդեցության տակ եմ եւ ինձ չեմ կարողանում ներել, որ չեմ ընդդիմացել իմ ուսուցչուհուն, որին շատ եմ հարգում, ու շատ լավ առիթ էր հենց կանանց հետ քննարկելու այս 2 ստեղծագործություններում արծածվող թեմաները, երբ ես մտա գրադարան, ես չեմ կարող ձեզ պատկերացնել, ես 2 րոպե sense կանգնել եմ, որտեղ այնպես էր մթնոլորտը, ալպիական մանուշ, ամեն մանրուք նախ թեյախմության շուրջ էր, շաքարամանը, շաքարի այդ կտորները, ալպիական մանուշակից փոքրիկ sense ինչ որ էջանիշ շատ տպավորված է ծրարներ եւ այդ քննարկումը այնքան հրաշալի անցավ, որ անգամ կանայք իրենց անձնական
փորձից էին կիսվում, այդքան ջերմ եւ մտերմիկ էր դարձել այդ քննարկումը, բայց մեկ խնդիր ունենք մենք այստեղ գրադարանում, Տիկին Ավագյան ջան, շնորհակալություն հայտնել ձեզ եւ մի գաղափար ենք մտածել մենք երեքով, ուզում ենք կյանքի կոչել եւ ուզում ենք խնդրել ձեր աջակցությունը ամեն ամիս նախ ուզում ենք ստեղծել ընթերցանության ակումբ ու առանց բայց դա դեկտեմբերին արդեն որոշել ենք եւ տեսանք ձեր այս չէ արշավը մենք միանշանակ միանում ենք ձեր արշավին Տիկին հա ու այս չէ ասեմ որտեղա որ չէ դուք էլ ունեք կարող եք հա ասեմ ինչ աջակցության մաս Եվ իհարկե դա չի ունենալու սեռային սահմանափակում եւ ես վստահ եմ որ մեր մարզում ավելանալու է որովհետեւ մեկ անգամ այդ քննարկմանը մասնակցողը հաստատ կուզենա էլի մասնակցել մենք ունենք խնդիր մենք ունենք տարածքի խնդիրը այստեղ գրադարանը 3 փոքրիկ հատվածներից է բաղկացած ու շատ անհարմար է ընթերցողի համար անհարմար է եթե մի գիրք է ուզում պետք է մի մասնաշուն Տիկին Անդրեասյանը եթե այս գաղափար հնչեցրեց նոր տարածք նոր գրադարան Տիկին Անդրեասյան ես բայց հիմա հիմնական ինտրիգը որ ինձ ուզում է հարաբերությունը մենք քանի նման տեղ ունենք կարող եք գիտել Պարոն վարչապետ, իրականում մենք ունենք 12 գրադարան, մարզերում, մարզային գրադարաններ, պոակներ, որոնք նախարարության ենթակայության են եւ շատ ակտիվ աշխատում են, իսկապես արտաշատում էլ շատ մեծ ակտիվություն է, այսինքն էլ առիթ եմ ունեցել այստեղ քննարկման մասնակցել Եվ ձեզ խորհուրդ կտամ ժամանակ ունենաք գավառում էլ գնալ մեր գրադարանը, կարծում եմ էդ ձեզ հաճելիորեն ձեր պատկերացումը կփոխի Եղեգնաձորում գնաք, Գյումրիում գնաք, այսինքն իրականում ապարանում, հրազդանում շատ ակտիվ տարածքներ են, ամառային ընթերցանության հրաշալի միջավայր են, երեխաներին հավաքում են, ոչ ֆորմալ կրթություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ շատ մեծ աշխատանք է արվում, բավականին տարածքի իմաստով ոչ հարմար տարածքում, բայց սա ցույց է տալիս, որ ոչինչ խոչընդոտ չի, այսինքն եթե մարդիկ ուզում են հավաքվել, չեն ասում մեծ դահլիճ չունենք, պայմանները հարմար չեն, այդ ամենը տեղի ունենում ու իսկապես շնորհակալ եմ Տիկին տնօրեն ձեզ ու աշխատակազմին։ Ես ձեզ ուզում եմ մի բան ասել, ուղիղ առանց թեվեթանքի, առանց բանի, եթե այս ամեն ինչը ինչ որ կա բանա, իրականություն է, ես կարծում եմ, որ մենք ծրագիր կանենք, որպեսզի մենք ընդհանրապես հանրապետ, որովհետև մենք հիմա որդեգրել ենք, չէ, 100 կենտրոնների եւ այլն, մենք անպայման կանդրադառնանք, որպեսզի եթե այս հիմքը կա, այս հիմքի վրա մենք զարգացնենք եւ պետական մակարդակով զարգացնենք, որպեսզի մարդկանց գրադարանը որպես մարդկանց շփման միջավայր։ Այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը Instagram, Facebook, չգիտեմ, Telegram, որ մի քիչ իրականության մեջ ապրեն։
շնորհակալ եմ շատ լավ կատարման համար, բայց ասեմ մի հատ խնդրեմ էլ երկի հետ կա, որովհետև մի հատ զավեշ տալի իրավիճակ։ Ստեղ որ ասում եմ մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք Հայաստանն ես ինձ մեծ պիտի ուզենք տեսնել երջանիկ։ Ձայնագրության մեջ մեր երգչուհիներն էլ, որոնցից մեկը Իմիջայլոց Արտաշատից է, Ջուլիետա, իրանք երգում են քեզ պիտի ուզենք տեսնել երջանիկ։ Իհարկե քեզ է պիտի ուզենք տեսնել, բայց այս շատ կարևոր սկզբունքային հիմա խնդրել եմ որ ձայնագրության մեջ սխալ ուղենք, որովհետև սկզբունքային սխալ է, մեզ պիտի ուզենք, էս էլ է կարևոր, որովհետև Հայաստանի երջանկությունը, Հայաստանի մարդկանց երջանկությունն է, չէ՞, երկիրը ոնց կարա երջանիկ լինի, երբ որ մարդիկ երջանիկ չի, հետեւաբար մեզ այդ իմիջիալը շատ կարևոր բան է, որովհետև մենք արդյոք մեզ ուզում ենք տեսնել երջանիկ, հասկանում եք, այս հարցը։ Մենք արդյոք մեզ ուզում ենք տեսնել երջանիկ, եւ եթե ուզում ենք տեսնել երջանիկ, պետքա կենտրոնացած լինենք հենց այդ խնդրի լուծման վրա։ Շնորհակալ եմ շատ եւ սա ասեցի, այս տեքստն էլ վերցրեք։ Իհարկե բանաստեղծության տեքստն ու բանի տեքստը որոշակի մոդիֆիկացված է, կրկներքը փոխված է, բայց այդ մասը հիշեք, մեզ պիտի ուզենք, այսինքն դուք ձեզ պետք է ուզեք տեսնել երջանիկ եւ շատ կարեւոր է, որ դուք ձեզ շատ ուզենաք, որ տեսնեք երջանիկ եւ յուրաքանչյուր քաղաքացի, որովհետեւ երկրի երջանկությունը, այսինքն էս էլ է շատ կարեւոր, որովհետեւ մենք մտածում ենք, հա մենք գնանք մենք ոչինչ ջանդամ երկիրը թող երջանիկ լինի, տեն չի լինում։ Չի կարա որ երկրի քաղաքացիները լինեն դժբախտ, թշվառ, եւ այլն, բայց երկիրը լինի երջանիկ։ Քաղաքացու ապ երջանկության միջոցով երկրի երջանկություն չի կարող լինել, ընդհակառակը քաղաքացու երջանկության միջոցով եւ միակ ձևը երկիրը երջանիկ դարձնելու քաղաքացուն երջանիկ դարձնելն է, իսկ քաղաքացուն երջանիկ դարձնելու իմ ընկալմամբ երկու բան կա՝ կրթություն եւ աշխատանք եւ կրթություն։ Այսինքն դա է այն ճանապարհը, որ մեզ բոլորիս կարա հասցնի երջանկություն, որովհետեւ ես չեմ պատկերացնում առանց կրթության, առանց գրքի եկեք ասենք, որ նաեւ գիրքը երջանկություն է, երբ որ կարողանում ես այդ բանը, չէ, որ ասում են մարդ դրախտ ընկնի։ Ոնց է հնարավոր, էդ էլ է դրախտ ընկնելու ձևը, ընդ որում կապ չունի, ինչ սյուժե է, գիրքը երբ որ քեզ դուր է գալիս, երբ որ հաղորդակցվում ես գրքի, դա արդեն բոլորովին ուրիշ աշխարհ է։ Շնորհակալ եմ։ Հարգելի պարոն վարչապետ, սիրելի Աննա, սիրելի հոգեհարազատ մարդիկ, այսքան որ հավաքվել ենք այստեղ մի նպատակով, որպեսզի մենք ապրենք երջանիկ ու մեր բալիկները։ Եթե անդրադառնանք ձեր երկիր հակառակ կողմը գրքին, այնքան գլոբալ է, այնքան հարուստ է ամեն ինչով, ինքն գրքում է ամեն ինչ, հոգեբանորեն շատ սիրուն ձևով, բայց ես կուզենամ կանգ առնել մի բանի վրա։ Կուբայում դուք Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպելուց Կուբայում դուք մի բան եք այնտեղ նշում, որ Չե Գևարան հաղթելուց հետո իրան առաջարկում են տարբեր պաշտոններ, բայց ինքը գնաց Բոլիվիա։ Այստեղ դուք հարց եք տալիս. արդյոք ես կգնայի։ Այս այդ հարցի պատասխանն եմ այսօր ուզում ձեր կողմից տալ։ Եթե դուք գնայիք հեղափոխություն ով պիտի պահեր։ Այսօր դուք հասաք նրան, որ ստեղծվեց այդ ամեն ինչը։ Եկավ հասավ նրան, որ այսօր մենք վստահ ենք խոսում։ Ամեն մեկս մեր տեղը աշխատում ենք անել այն, ինչ մենք ի վիճակի ենք։ Ազատ, անկաշկանդ եւ բնականաբար այդ ամեն ինչի մեջ առաջանում են հարցեր, որ միշտ չի որ հաճելի է լսել։ Բայց այսօր ես ձեզ ցանկանում եմ, շատ եմ ցանկանում այն գլխարկը, որ քո գլխին էր, որ պաշտպանեց քեզանից անտեսանելի գլխարկը, որ քեզ 3 մետրի վրա չտեսան, ես կուզենամ այդ գլխարկը միշտ ձեր գլխին լինի, որ բոլոր այն խոչընդոտները, այն չարակամները, այն բաները, որ կխանգարեն ձեզ, այդ գլխարկը թող ձեր գլխին կողքով անցնեն, որտեվ դուք մեզ պետք եք, շատ եք պետք, եւ այսօր մի խոսք էլ ասեմ, որ Ետ Ֆրեյդի հետ հանդիպելու ժամանակ, որ Կետրինը երեխա ունենալու ժամանակ մահանում է,
Ֆրեդը շատ անելի վիճակում է, ինչու համար եմ ապրում։ Այդ դուք գալիս եք, կանգնում եք, խոսքի արժեքը, խոսքի ուժը ինչքան հզոր է, որ դուք օրինակ եք բերում ձեր մորը, ձեր սրբությանը, որ ձեր մայրը ուզեցել է, որ դուք դառնաք լրագրող, բայց որոշել եք խիստ, որ պետք է լինեք աշխարհակցության ուսուցիչ։ Ու այդ ժամանակ մահանում է մայրը։ Ու դուք ինչ եք անում, վերջի խոսքներ չի ասում, թե ինչ լինի, բայց դուք դառնում եք լրագրող։ Դառնում եք լրագրող եւ երևի թե այդ մոր այդ ջերմությունը դուք այնտեղ ասում եք, որ ես ուրախ եի, որ մայրս այդպես արտահայտություն եք անում, սա մի քիչ այսօր ձեր գրքի մեջ գտնված բավականին շատ հարցեր մեր ավանդապահ մայրերի, քույրերի համար մի քիչ կողքից ենք մենք նայում, որտեղ մենք դրանց սովոր չենք, բայց դա իրոք կյանքն է եւ եթե ուզենք չուզենք մենք առնչվում ենք դրան։ Այդ մեր կյանքն է, բայց այս պահը ինձ շատ ուզեց, որ դուք ամեն ինչի նայում եք այն տեսանկյունից ինչ որ կուզենամ, որ ես այսօր մեր ամբողջ ժողովուրդը նայեն։ Այսինքն ինձ հարց են տալիս, ինչ եք մտածում հիմիկվա համար, ասեմ ես մտածելու, կարծիք կազմելու համար պետք է գրքի 2-3 կարտամ։ Դուք ընկել եք Թումանյանի Կիկոսի մահի օրը մի հատ բան եք լսում, մեկն էլ վրեն եք դնում, հետո մեկ վերջի կողմն մորթում եք գելք եք տալիս։ Հիմար մարդու նման էլ ծառի տակը փորելու ոսկին հանելու փոխարեն աղջկան դուք այդ մեկ գելի բաժին եք դա մովան մեղավոր մի գնացեք դրան արեք այն ինչ որ դուք ի վիճակ եք ինչ որ ձեր մոտ լավ է ստացվում ու ամեն ինչը կստացվի շնորհակալ եմ այսօրվա համար եւ կուզեմ իմ կողմից իմ նվերն էլ հատուցեմ իհարկե ես պատասխան չեմ բայց նվերը կմակագրեմ հետո շնորհակալություն Պարոն վարչապետ նախ շնորհակալություն խաղաղություն ձեր ասած խոսքերն ասեմ ես հարց չեմ ուզում տալ ես մի առաջարկություն եմ ուզում անել ձեր գրքից շատ տպավորված եմ Հայաստանի բույրերը այդ գլխով Տիկին նախարարն էլ այստեղ է ես մի առաջարկություն ունեմ կխնդրեմ որ մեր դպրոցական դասագրքերում այդ գլուխը այդ հատվածը չտես մի արեք Չէ անպայման կուզեմ որ բոլոր երեխաները Հայաստանի գույները մեր Սարյանի նկարները թող Հայաստանի բույրն էլ այդպես ճանաչեն սա իմ առաջարկությունն է Հայաստանն ինքը բույր ունի ավելի ճիշտ բույրեր երեք բես բույրերի համադրում է Հայաստանը եւ փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել հասար Հայաստան թե դեռ ոչ Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով։ Դե ուրեմն Հայաստանի առաջին բույրը մլացող խաշամի բույրը։ Մլացող խաշամը թախծի բույր ունի։ Սա աշտան բույրն է, Հայաստանի աշտան բույրը։ Հաջորդ բույրը խորովածի բույրն է, որ դարձալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում բնակելի թե անմարդաբնակ։ Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները։ Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այսպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը։ Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ Հաջորդ բույրը ամենանուրդ ու սիրելին լավաշի բույրն է թարմ լավաշի թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը սա Հայաստանի կանանց բույրն է արփունքի ու կանացիության մայրության ու կանացի Սիրո բոլոր դրսևորումների բույրը, այսպես բուրում են մեր բայրերը, մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք, այսպես բուրում են նաև մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար։ Հայաստանում գիտեք սերն էլ բույր ունի, Սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթված տաք խորովածի պես։ Բրավո։
Հիմա որ սկսեմ արձագանքել ձեր ասածներին, ես խոստանում եմ, որ մինչև իրիկուն ստեղ կմնանք, որտեվ շատ նուրբ կետերի եք կպնում իրականում, որոնց հետ կապված շատ բաներ կա ասելու, սկսած Չե Գևարայի, որտեվ 2018 թվին էլ այդ խնդիրը կար, այդ այլընտրանքը կար, երբ որ ակնհայտ էր, որ հեղափոխությունը հաղթում է, եւ առաջին անգամ այդ հրապարակում Նիկոլ Վարչապետ կարգախոսը հնչեց, ես այդ իմ գրածի հետ պետք է առերեսվեի, եւ ես օրինակ մտածում եմ, երբ որ դա արդեն ակնհայտ էր, որ իրադարձությունները ոչ միայն կարող են, այլ զարգանում են այդ ուղղությամբ, ես մտածում եմ, ասում եմ, հիմա ես ինչ պետք է անեմ, ես ունեմ երկու տարբերակ, ես գամ կանգնեմ հրապարակում, ասեմ դե ժողովուրդ ջան, ես ինչ կարող էի, ներդրումս ունեցա, հեղափոխությունը արեցի, օքեյ, մի հատ էլ բան կանեմ, կապահովեմ ազատ արդար ընտրություններ եւ ես գնացի իմ գործերով։ Ու ոնց պատտում էի չէր ստացվում, որովհետեւ հասկանում էի, որ շատ հնարավոր է այդ տարբերակով, որ իշխանության փոփոխություն նույնիսկ տեղի չունենա եւ ասենք գործող իշխանությունը մեկ այդ պարագայում իր շանսերը մեծ են եւ ստեղ ամենամեծ խնդրեմը ինչ էր ինձ համար ես մտածում եմ օրինակ կային մարդիկ իշխանության ներսում որ հնարավոր է ու մեծ էր հավանականությունը որ կդառնան իրանք այդ սցենարով վարչապետ ես ասում եմ ես հետո չեմ կարա ոչ մեկին համոզեմ որ այդ ժամանակ կար չէ ես մեկի պրոյեկտն եմ մեկի պրոյեկտն եմ մեկի պրոյեկտն եմ մեկի պրոյեկտն է ու խնդիրն այն չի որ ես դա չեմ կարա համոզեմ իմ խնդրեմն է նա որ ժողովուրդը էլի կսկսի չհավատա, կասի ես ուրեմն այս ամեն ինչը սարքած էր, ես չէի, ժողովուրդը նկատի։ Մարդիկ կասեն, ադե ես ուրեմն ինչ-որ մի հատ սցենար էր, ու սա ամենակարևոր փաստարկներ ինձ համար, որովհետև վերջում մարդիկ կասեն, հա դե դա սարքած էր։ Հիմա էլ են չի ասում, հիմա էլ են ասում Սորոսը, M1-ը, դրսի ուժերը, S-ը, N-ը, Ինչի են դրան խփում ամենաշատը, որովհետև ֆունդամենտալ հարցը այնուամենայնիվ է դա մարդիկ կարող են դա անել, թե չեն կարող դա անել։ Մարդիկ կարող են դա անել, թե չեն։ Ժողովուրդը կարող է դա անել։ Ես դրա համար մինչև մի ասում եմ, որ եւ ես իրոք տենց եմ մտածում, ցանկացած պահին, երբ որ ժողովուրդը իր ներսում, այդ ոչ թե ընկենացի պահ, այլ ինքը իր ներսում ասի, չէ, ես պետք է այլևս վերջ տալ սրան ցանկացած բան ինքը կանի դա ու առաջնորդ կա չկա միշտ էլ կգտնվի ժողովուրդը կգտնի եթե ինքը որոշի որ այդ ճանապարհով է գնում դա անհնար է որ չգտնի բայց լավաշի հետ կապված էլ մի պատմություն կա ես ուզում եմ իմանալ ինչ տպավորությամբ եմ այդ կտորը գրել 2000 երևի 2 կամ 3 թվականին Աննան լրագրողների խմբի հետ գնացել էր Միացյալ Նահանգներ ծրագիրը այնպես էր որ ստեղ լրագրողները գնում են այնտեղ իրանց գոլեգաների հետ իրանց տանն են ապրում հետո ինչ որ ժամանակ անց նրանք վերադառնում են եւ ստեղ են ապրում պատասխան այցով ամերիկացի լրագրողը եւ իր ամուսինը եկան դե մենք իրանց բան ենք անում Հայաստանով Նիվա մեքենան է այն ժամանակ Նիվայով դե տարբեր տեղեր ենք տանում Նորավանք գնացինք չեմ հիշում Գառնի Գեղարդ գնացինք թե չէ բայց Երգնաձորի կողմերը եկանք եւ այնպես ստացվեց որ նստած ռեստորանում ճաշում էինք այս մարդիկ լավաշ կերան ու սկսեցին այս լավաշի շուրջ խոսալ լավաշ է ինչ է ոնց է ինչի համար է ոնց են թխում եւ այլն դե պատվում ենք մեկ էլ այս մարդիկ ասին մենք ուզում ենք լավաշ թխել տենանք ոնց են թխում հայ ժողովուրդ ջան նախ որ սկզբից ուզում եմ ասեի այս մարզում բանա մարզում ես ոչ ծանոթ գիտեմ ոչ մարդ եմ ճանաչում նորմալ եւ այլն մեր մարզումերն մեր մարզում լավաշ չեն թխում իջևանում վաղուց լավաշ չեն թխում ինչ անեմ դե հյուր են դուք գիտեք մենք հյուրերին ոնց մի բան ուզեն ասի լավ նստեք ավտոն այդ բանում էինք այդ Եղեգնաձորի այդ գետափի այդ մեծ խաչմերուկում կողքը մի հատ ռեստորան կար դե նստած են ասի նստեք ավտոն
նստեցին ավտոյի ամառամիս էր, պատուհանները բաց, բա ուր ենք գնում, ասի գնում ենք լավաշ գտնելու։ Դե ոնց ենք գտնելու։ Ասի հիմա սենց, հիմա մտնում եմ ես մոտակա գյուղը եւ բան եմ անում, եւ քշում եմ, մեքենան քշում եմ, ես կգտնեմ լավաշը։ Վերջը մեքենան քշում եմ, դե ահագին ժամանակը պատտվում են հիմա ես մարդիկ բաուրա, ոնց է բաուրա, դե սպասեք հանգինեք, սպանեցիք էլ, մեկ էլ հոտը բռնեցի, կանգնեցի, սենց բարից բունի մաստով, հոտոտելով, սենց անելով, գնում, աննան ընդեղ ա եղել, գնում, եկանք հասանք մի դարպասի, դարպասը բացեցի, ես մարդիկ էլ շշմած, ամերիկացիները հետևից պատկերացնում եք, ես մարդիկ սենց իրանց եմ նայեմ, չեն հասկանում ինչա կատարվում, ես ինչ եմ անում, գնացել եմ դուռ եմ բացում բան, ընդեղ իրանք սենց են ելնում, վայ հիմա մի բան կլինի, վերջը դուռը բացեցի, բան էլի, դարպաս, ոչ թե տան դուռը, դարպաս, մարդիկ մոտեցան բան, ասի կներեք էլի, ստեղ են լավաշ թխում, ասցին հա, ասցի գիտեք մի հատ խնդրանք ունեմ, էլի 1900, ասի Ամերիկայից հյուրեր կան, ասցի ուզում են տենան ոնց եք լավաշ թխում, էլի խնդրում եմ էլի բան, մեկ էս մարդը նայեց այդ որ թիվներ 2004-5 թիվներ, այդ մարդը նայեց ասեց բան ես, դու լրագրող ես, ասցի հա, ասեց են թերթի խմբագիրն ես, ասցի հա, եկեք, հիմա ես էլ ամերիկացիներին ասեք եք, ներս հրավից, հիմա այս մարդիկ շշմել են, մեկ էլ միջև մենք մտնում ենք, մեկ էլ տենանք տնից սեղան, երկու հոգի սեղան են դուրս բերում, հա սեղանը տարան, հետո տարան ընդեղ էլ թոնիրի մոտակայքում է սեղանը դրին, ես ամերիկացիք նայում են չեն հասկանում ինչա կատարում, մեկ էլ բերին, այդ սեղանի վրա ապսեներ են շարում, ես են անում, բերում են թթու, պանիր, սենց եւ այլն, ես ամերիկացիք բարից բուն իմաստով, սենց շոկի մեջ են, չեն հասկանում ինչա կատարվում, խելագարվում են, անընդհատ զգում եմ, ես անգլերեն ոչ հասկանում եմ, ոչ ես զգում եմ, որ Աննային անընդհատ բան են անում, Աննան հանգստացում ասում նորմալ է, բան չկա, ոչ մի անհանգստացեք, վերջ այդ մարդիկ այդ սեղանը գցում են, հիմա այդ տան տղան մեր կուսակցության անդամ է, Մարտիրոսյան Նարեկենս տունն է, եւ այդ ամեն ինչը տեղի ունենում, ու այդ մարդիկ միջև Հայաստանից գնալ մեկ այդ շոկից դուրս չեկան, հարց են տալիս, Աննան դե թարգմանում, ասում է, ոնց դու գնացիր մտա, նախապես պայմանավորված չէ, զանգել էիք իրան, չէ, պայմանավոր, բա ոնց գիտեիք, որ լավաշ են թխում, բա ոնց գիտեիք, որ գնանք այդ մարդիկ մեզ կընթում, ասում ենք, դե մեր մոտ տենց է, հիմա մտնում ես, ասում ես, լավաշ ենք ուզում, բերում են սեղանը գցում են եւ այլն։ Այո, բան են թխում են, այդ սեղանը թոնիրի կողքը դրին, այդ կանայք թխում են լավաշը, թոնիրից հանում էին, տենց մեր ձևի բրթուջ եւ այլն, եւ դա ինձ հետ պատահած, մեզ հետ պատահած ամենասիրուն պատմություններից մեկն է, եւ այդ տպավորության ներքո, իսկ այդ բուն գրածը, երբ որ Հակոբենստանն է, դե լրիվ կոնսպիրատիվ էր։ Իրանք ես երկրորդ հարկում էի մնում, որտեղ ընդհանրապես մարդ չէր մտնում եւ այլն, բայց դե մաքրոթի կարիք կար, այնտեղ մի հատ իրանք դուռ ունեին, որ դուրս էր գալիս դեպի բակը, բայց եթե մի քիչ առաջ գնայի հարևանների տներից, պատուհաններից Երևան, ասես դուռը դուրս էի գալիս, հետևից սփակում էի, մի հատ sense խորշի նման տեղ կար, այդ խորշում կանգնում էի եւ մաքրոթ էի շրջում։ Ու sense սեզոնները անցնում էին, մեկ էլ բաններ կա, չէ՞ որ տենց միջև աշուն, որ այդ ծառետակի խաշամախի ենք վառում ընդհանրապես չեմ հասկանում, այդ բնապահպանական ստանդարտներով սխալ է, պետքա չվառել։ Հա դե բանում արեշում դե խորովածանոցների խորովածի հոտը եւ այլն, բայց լավաշին այնտեղ արեշում լավաշի հոտ ցավոք չկար, բայց լավաշի հոտի տպավորությունը մնացել էր, դե խորովածն էլ այդ ակնհայտ է, տենց։ Էլ բան չասեք, ժողովուրդ, դե չէ էլի արձագանքել եմ։ Պարոն վարչապետ, խոսք ենք տալիս, որ իրական Հայաստանին, ինչպես Տիկին Գասպարյանը քիչ առաջ նշեց, աշխատակիցներ լինենք եւ իրականացնենք բոլոր ձեր այն գաղափարները, որոնք որ որդեգրել եք։
Տիկին Աննա Հակոբյան, ձեր ներդրումը ընթերցանության տարածմանը շատ մեծ է։ Վերջերս երբ ներկայացել Վարդաշենի կանոնատունվում, դա ևս մեկ փաստ էր ընթերցանության խթանման։ Եվ ես ինքս խոստանում եմ, որ ընթերցանության այս խթանման ուժը մեր միջոցով էլ առավել ենք տարածելու մեր մարզը։